Նիկոլ Փաշինյանը շարունակում է եկեղեցու դեմ արշավը, Մայրաթոր ուժայինների գրոհի ականատես եղանք 2 օր առաջ, տրամաբանության, օրինականության տիրույթում հնարավոր է այս ամենը դիտարկել։ Նախ առաջին հերթին երևի էմոցիոնալ տիրույթում է պետք դիտարկել այս ամենը ու արձանագրենք, որ էմոցիոնալ բաղադրիչի տեսանկյունից մեր ազգային խայտառակությունն էր այն, ինչ տեղի ունեցավ, ընդհանրապես իդեմ երկու սրբազանների կալանավորմամբ ու վերջացված միջամտությամբ ու հարձակմամբ հենց այդ բառից չեմ խուսանավի դեպ Մայրաթոր ու Վեհարան։ Երկրորդ բաղադրիչ այս հարցի պատմականն է, որ սա աննախադեպ է այն տեսանկյունից, որ երբևիցե Հայաստանի Հանրապետությունում նման ագրեսիա, նման հակաիրավական վարքագիծ ու հենց վարչապետի բարձրաստիճան պաշտոնատար անձի տեսքով էթիկայի ու վարքագծի իրեն հարիր կանոնների եւ սահմանադրությամբ իրեն ընձեռված հնարավորությունների եւ լիազորությունների շրջանցում չի եղել։ Արձանագրում ենք, որ մեր հանրապետության պատմության առաջի դեպքն է, երբ հանրապետությունը այսպիսի բռնաճնշումների է ենթարկում եկեղեցին, ինչի իրավունքը չունի։ Եվ երրորդ արդեն իրավական տիրույթն է, ինչպես նշեցի, մեր սահմանադրությունը հաշվի առնելով հայ առաքելյաց եկեղեցու պատմական դերը մեր ազգի ու պետության ճակատագրում հատուկ սահմանադիրների կողմից կարգավիճակ է տվել նվիրելով հոդված։ Ինչ է ասում այս հոդվածը, նախ ընդգծում է սահմանադիրը հայ առաքելյաց եկեղեցու բացառիկ դերը մեր երկրում եւ երկրորդիվ էլ տալիս է այն հիմնական բաղադրիչները, սկզբունքները իր գործունեության, որոնք ըստ էության եկեղեցու առաքելությունն են եւ դրանք ամփոփվում են հայի ինքնության պահպանմամբ։ Այսինքն թիրախավորումը եկեղեցուն ուղղակիորեն խնդիր ունի թիրախավորել նրա կողմից, այս ինստիտուտի կողմից իր հիմնական առաքելությունների իրականացումը եւ դա, այսինքն ուղղակիորեն առաջնային թիրախ է հանդիսանում հայի ինքնության պահպանումը։ Եվ երկրորդ, մեր սահմանադրությունը հստակ սահմանում է, որ եկեղեցու եւ պետության հարաբերությունները կարգավորում են համանուն օրենքով, իսկ արդեն այդ օրենքում կարգավորում կա, որ պետությունը իրավունք չունի միջամտելու ներեկեղեցական հարաբերություններին։ Ավելին, Նիկոլ Փաշինյանն էլ որպես վարչապետ իր հերթին օրինականությամբ սկզբունքի համահունչ, որը ամրագրված է կրկին մեր սահմանադրությամբ, պարտավոր է կատարելու միայն այնպիսի գործողություններ, գործառույթներ եւ պարտականություններ ունի, որոնք իրեն լիազորել է սահմանադրությունը եւ օրենքը։ Եվ ինքը բնավ որևէ կերպով դրանց շրջանակում չի տեղավորում հայ առաքելյաց եկեղեցու ներքին գործերի միջամտությունը, առավել եւս կրկին ընդգծեմ, այդպիսի շրիշակի մակարդակի լեքսիկոնով, որն ինքն իրեն թույլ է տալիս։ Կլինեն եկեղեցում խնդիրներ, կանոնակարգի խախտումներ, կլինի կուսակրոնությունը խախտած հոգեվորական, այո, դրանք հնարավոր է հայ առաքելյաց եկեղեցու հետևորդի կողմից քննադատելի է, նորմալ չէ, բայց կրկին ընդգծում եմ, դա պետության եւ վարչապետի լուծման առարկան ու հարցը չեն։ Հիմա այս ամենի համատեքստում ինչ տեղի ունեցավ, միանգամից հարցակում սկսեց եկեղեցու որպես ինստիտուտի նկատմամբ, կուզեմ կրկին, ցանկացած հայ գիտակցի, որ խնդիրը վեհափառի մեջ չէ կամ սրբազանների մեջ չէ։ Այս սրբազաններին վեհափառին թիրախավորելով այս իշխանությունը լուծում է իր երկարակեցության ու վերարտադրման հարցը։ Իրենք ընտրությունների ուղեցրում են եւ իրենց համար, իրենց իշխանության համար ցանկացած վտանգ ներկայացնող անձի եւ ինստիտուտի թիրախավորում են։ Հիմա ինչ տեղի ունեցավ, զուգահեռ անցկացնենք։ Ոչ միայն կալանավորվեցին եկեղեցականները, այլև նրանց զուգահեռ, նրանց աջակցություն հայտնած մեծանուն գործարար բարերար Սամվել Կարապետյանը, ով ընդամենը մի քանի վայրկյան տևող հայտարարություն էր հանրային տարածել, որով աջակցություն էր հայտնում եկեղեցուն։ Անգամ ֆորմալ ձևական առումով այս իշխանությունը չխորշեց իրավապահ մարմիններին թույլ տալու, որպեսզի մի քիչ ավելի հավաստի գործ կարեն, Ժամերի ընթացքում
հայտարարությունը հրապարակվել է 24-ժամյա ռեժիմով։ Հայտարարության հրապարակումից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է Facebook-յան կատարել, որով ազդարարում է, որ կպասիվացնի ակտիվացված գործարարին։ Դրանից հետո ժամերի ընթացքում արդեն գնում են ձերբակալելու եւ դրանից անց ժամերի ընթացքում կալանավորվում է Սամվել Կարապետյանը։ Դրանից անմիջապես հետո այս պլան օպերացիան սկսեց, որը նաև մենք թույլ ենք տալի մեզ անվանելու Դուշոնկա 2, որովհետև իրենք արդեն այդ փորձառությունը ունեն, իրենց պետք է մարդկանց սրբազանի դեմ լարելու համար, մարդկանց կալանավորման հիմքերի ստեղծելու համար առաջին հերթին անհրաժեշտ էմոցիոնալ ֆոն ձևավորել, ինչպես օրինակ Դուշոնկա օպերացիայի տեսանյութներ, որովհետև հետագայում պարզ դարձավ, որ այդ տեսանյութը տեսանկարահանվել էր տարբեր վայրերում, ֆիլմի պես մոնտաժվել էր ու իրականության հետ քիչ աղերսուն էր, բայց ինչպիսի բուրըն էմոցիոնալ կերպով մարդիկ դա դիմավորեցին, որովհետև ըստ էության առաջնային թիրախը Դուշոնկան էր, զինվորի հացը, որը գեներալը իրեն թույլ էր տվել իրացնել։ Ու ըստ էության դա սուտ էր։ Հիմա նույնը, ունենք սրբազան, այստեղ մի փոքր, եթե մարդ կարողանար վերլուծել տրամաբաններ, այդ կասկածելի ձայնագրությանը ընդհանրապես տուրք չէր տա, որովհետև իրենք ակնհայտ է, որ իրավապահ մարմինները արդեն 1 տարուց ավել է ըստ էության օպերատիվ գործողություններ են իրականացնում սրբազանի նկատմամբ։ Ու 1 տարի պարունակող այդ ձայնագրությունների տարափը իրենց հնարավորություն կտար ինչ-որ խոսքեր կտրելով հավաքել նման ձայնագրություն, առավել ևս, երբ քննչական կոմիտեի պաշտոնական էջից ձայնագրություններից մեկը ջնջվեց, հետո լրացված բառերով նորից տեղադրվեց, արդեն ներառելով եկեղեցու ուղղակի թիրախավորումը։ Հիմա ինչ հետևություն են կանում։ Դրան զուգակցեց քննչական կոմիտեի լայնածավալ լավաշ տեքստը, որից ակնհայտ էր, որ մարդկանց ծանր մեղադրանքներ են առաջադրվելու եւ դրան էլ հաջորդեց խուզարկությունների արդյունք որպես իրեղեն ապացույցները։ Խուզարկությունների արդյունքում այդ իրեղեն ապացույցները մի այլ զավեշտի ժանրից են, որովհետև որպես մեղադրանքը հավաստող օրինակ, իրեղեն ապացույց, օրինական թույլտվությամբ որսորդական զենքեր ներկայացված, արմատուրայի օրինակներ էին ներկայացված, այսինքն սառը արմատուրաներ էին, էլի հեղաշրջման փորձ ներկայացված էին այդ գունանյութերը, որը մշտապես սրբազան շարժման ընթացքում կիրառվել են մանուշակագույն։ Հիմա տեսեք, Բագրատ Սրբազանը մեր երկրում ամենածավալում, ամենամասշտաբային շարժման այս իշխանության դեմ առաջնորդն է եղել։ Բոլորս, ով աջակցել է այդ շարժմանը, իրեն մի շարք իրավիճակներում տեսել ենք, ես մինչ շարժում եմ իրեն ցավոք սրտի չեմ ճանաչել ու բոլորս ականատես ենք եղել օրերի ու ամիսների ընթացքում մի շարք դրվագների, ինչպես է Սրբազանը խաղաղեցնում, հաշտեցնում տարբեր լարված իրավիճակներ ու մթնոլորտեր ու հակատրամաբանականությունը կայանում է նրանում, որ եթե մարդը իր մեջ ուներ ագրեսիա, ուներ հեղաշրջման միտում կամ ցանկություն, դա չիրացրեց, երբ փողոցում տասնյակ հազարավորները իրեն աջակցում էին, պետք է իրացներ, երբ ըստ էության շարժումը պասիվ վիճակում է։ Այս հարցը ռետորական է, դրա պատասխանն էլ ակնհայտ է։ Կրկին ընդգծում եմ, քանի որ սրբազանները բարձր հեղինակություն վայելող իրենք արքեպիսկոպոսներ են, հոգևոր աստիճանակարգության ամենաբարձր հաջորդը ըստ էության վեհափառն է, կոչում ունեց վաստակած հոգևորականներ են ու դա պատահական չի տրվում, դա շատ երկար հետագծի ու ճանապարհի արդյունք է, որը իրենք նվիրել են եկեղեցուն եւ մեզ հայ ազգիս, որովհետեւ կրկին ընդգծում եմ, իրենք հայապահպանության գործընթացում, ինչպես հիմա մեր օրերում ենք տեսնում, անկյունակարային դեր ունեն։ Եվ ի վերջո նպատակը նրանց հեղինակազրկելու
դա տիրույթում է գտնվում, դրա մասին էլ արդեն վկայակոչում է այն համակարգվածությունը, այն ուղղակիորեն համախմբվածությունը եւ ակնհայտորեն կազմակերպվածությունը, որով իշխանության ներկայացուցիչները իրենց արբանյակները, թե պետական ռեսուրսներով, թե մասնավոր ռեսուրսներով, սկսած հանրային հեռուստաընկերությունից մինչև դեղին մամուլի մակարդակի լրատվամիջոց արշավ են իրականացնում ընդդեմ մեր սրբազան հայրերի, ընդդեմ հայ առաքելյաց եկեղեցու եւ ընդդեմ մարդկանց ընդդիմադիր հայացք ունեցող, ովքեր ունեն մեկ խնդիր, ունեն խնդիր պահելու գոնե այն, ինչ մնացել է, որովհետեւ երբ մենք ի տարբերություն իրենց, իրենք ընդդիմադիր էին, իրենք պայքարում էին պաշտոնյայի եւ կոռուպցիայի դեմ, ու կյանքը ցույց տվեց, որ գալով իշխանության իրենք պայքարում են այդ աթոռի եւ փողի համար, մենք ստիպված դարձել ենք ընդդիմադիր գործիչ մեր երկրում եւ ընդդիմադիր գործունեություն ենք բանեցնում, որովհետեւ իրենց օրոք կորցրեցինք Արցախը, որ ահազանգում ենք նման ելքի մասին, մարդիկ ականջալուր չեն լինում ու նույն կերպ են վերաբերում, որ մենք ծանրացնում ենք, խտացնում ենք գույները ու առերեսվեցինք այս պատմական անարդարությանը, որովհետև հայոց հազարամյա պատմության ընթացքում երբեք չի եղել իրավիճակ, որ Արցախը ամբողջությամբ օտարալծի տակ գտնվի, անգամ երբ դեռ մենք այստեղ Երևանում չենք գտնվել։ Մենք ունեցանք իրենց կառավարման արդյունքում եւ օրոք հազարավոր զոհեր։ Մենք ունեցանք Հայաստանի Հանրապետության արդեն տարածքի բաշխում նվիրում թշնամուն հակաիրավական ու հակաօրինական եղանակում եւ ունենք իրավիճակ, որ Հայաստանի Հանրապետության 4 մարզերում թշնամին ունի զինված ներկայություն։ Ու այս ամենն է խնդիրը, ու ակնհայտ է, կրկին ընդգծում եմ, թիրախը հայի ինքնությունն է, նպատակը հայապահպանությունն է, Հայաստանի Հանրապետության գոյի երաշխավորումը։ Երկու սրբազան կալանավորված են եւ կան մտահոգություններ, որ գուցե վեհափառի դեմ էլ քրգործված վիրի Փաշինյանը։ Բնականաբար ակնկալելի է, նա դա չի էլ թաքցնում, իսկ ուղղակի պետք է մենք հստակ գիտակցենք, ինչպես արդեն նշեցի, թիրախը վերջնական, ոչ թե վեհափառն են կամ սրբազանները, թիրախը իրենց նկատմամբ ցանկացած ընդդիմադիր գործունեության կասեցնում է սահմանային մակարդակում։ Բնականաբար կրկին ընդգծեմ, որ հերթով, տարբեր սրբազաններ էլ, հոգևորականներ էլ հենց վեհափառի դեմքով էլ ակնհայտորեն թիրախավորվելու են, որովհետև այն բառամթերքը ու գործիքակազմը, որ Նիկոլ Փաշինյանը իրեն թույլ է տալիս, արդեն վերածանցել է բոլոր թույլատրելիների սահմանները, թե իրավական հարթության, թե բարոյական հարթության շրջանակներում, եւ ես լիահույս եմ, որ այնուամենայնիվ ու համոզմունք ունեմ, որ եկեղեցու դեմ արշավը իրենց կոկորդին է կանգնելու։ Բայց կհաջողվի արդյոք Փաշինյանին վեհափառին կալանավորել, թե ի վերջո ժողովուրդը ոտքի կկանգնի եւ դա թույլ չի տա։ Ես հիմա շատ կուզեի կտրուկ հայտարարություն անել այս հարցի շուրջ, բայց ցավոք սրտի այս պայդրությամբ իրենց հաջողվել է ազատությունից զրկել երկու արքեպիսկոպոսների, ուստի հուսամ, լիահուսություն հայտնեմ, որ վեհափառին իրենց ձեռքերը չեն հասնի եւ մեր ժողովուրդը այդքան սթափություն կդրսեւորի գիտակցելու, կրկին եմ ընդգծում, եթե անգամ դուք ունեք վեհափառի անձի հետ կապված խնդիր, այստեղ թիրախը վեհափառը չի մեկ, երկրորդը վեհափառի խնդիրները պետության քննադատության ու գնահատանքի տիրույթում չեն գտնվում։ Նաև հիշեցնենք Տիկին Մելոյան, որ այսօր Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է այս խնդրին եւ ասել է, որ դա ճիշտ է Հայաստանի ներքին գործն է, բայց եկեղեցին պետության հենասյուներից մեկն է եւ չպետք է դա թույլատրել, իսկ Արարատ Միրզոյանը նրան ասել է, որ պարոն Լավրով, դա Հայաստանի ներքին գործն է եւ դուք իրավունք չունեք խոչընդոտելու։ Ընդհանրապես ամեր
կրկին ընդգծում եմ ամոթ ու հայտարարությունն է, հենց սկսած եկեղեցուց ավարտված նույն Սամվել Կարապետյանի ազատազրկմամբ, որովհետև վերջինս էլ աշխարհի Forbes-ի 1000-յակի կազմում իր ֆինանսական ռեսուրսներով ընդգրկված հայ է, ով մի շարք այդ նույն ռեսուրսները աշխարհասփյուր, թե ֆինանսական, թե կապերի տեսքով օգտագործել է ի նպաստ եւ ի բարօրություն մեր պետության եւ մեր ազգի ներկայացուցիչների եւ եկեղեցու դեմ արշավը ցանկացած պետության շրջանակներում անգամ մահմեդական աշխարհի զարմանքն ու ցասումն է արժանացել։ Դուք օրինակ կպատկերացնեք որևէ մահմեդական երկրում իրավապահ մարմինները խուժեին վերհարան իրենց կրոնական կազմակերպություն եւ որևէ մոլայի ազատազրկեն։ Այնտեղ իրականում հանրությունը վենդետայի կենթարկեր ու դա նորմալ է, որովհետեւ կրկին առավել եւս մեր պես պետությունում, երբ մենք փոքրականակ ենք եւ պատմության բազմահազար դրվագներ կա, ինչպես է եկեղեցին եղել են հենասյունը, որը փրկել է եւ եղել է երաշխիքը մեր ազգապահպանության եւ պետականապահպանության գործում։ Ու կրկին ասում եմ, թիրախավորելով եկեղեցուն, անգամ օտար ազգի ներկայացուցիչներն են, այդ խնդիրը բարձրաձայնում ու իրենք ունեն իրավասություն բարձրաձայնելու, որովհետև Հայաստանի Հանրապետությունում այս մարդիկ իրենք ցավոք սրտի ընդամենը անձինք չեն, հա, Նիկոլ Փաշինյան անձը չի անում այս ամենը անում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Իրենք աշխարհի համար նախադեպ են ստեղծում նման անթույլատրելի կարմիր գծերի հատման եւ բնական է, որ աշխարհը նման հակադարձ արձագանք է տալիս ու գնահատական է տալիս այս երևույթներին։ Մինչ համապատասխան մարմինները աչք են փակում Փաշինյանի խուլիգանական վարքագծի խոսույթների վրա, Facebook-ն է հեռացնում Փաշինյանի ատելության խոսքը։ Դե տեսանք, հա, անգամ Facebook-ի ազդակից է, որ հասկանում եք մեր խայտարակության կրկին պատական չեմ ասում, շրիշակի մակարդակի կարգավիճակը է, այս մարդը մեր պետության ու մեր ազգի պատկերն է, արդյոք դուք հաշտեք, որ ինքը ձեզ է ներկայացնում, որովհետև անկախ են հանգամանքից, որ ես իրեն չեմ ընտրել, միևնույն է ինձ ասոցացնում են այս մարդու հետ ու ես օրինակ մարդ եմ, ով ունի աշխարհասփյուր հարաբերություններ, ընկերներ, կապեր ու այդ մարդիկ ահազանգում են, գնահատական են տալիս, ապշում են ինչպես նույնչափ էմոցիոնալ, ինչպես մենք ու այո, պետք է իրենք հասկանան նաև իրենց արարքներին գնահատականը, այդ թվում Facebook-ի կողմից, հակաիրավականության տիրույթում է տեղավորվում։ Նիկոլ Փաշինյանը այդ գրառումներով նույն Facebook-ի կանոնակարգն է խախտում, որովհետև Facebook-ը ունի իր համայնքի համար թույլատրելի նորմեր ու բնականաբար, հա, այդ ուղղակի այդ գործիքակազմերը պատահական չեն։ Այդ պայմանագիրը, որը մենք գրանցվելով գրանցել ենք Facebook-ի հետ, ունի նախապայմաններ։ Եվ երբ դու խախտում ես, սկզբում սանկցիաներ են կիրառվում, այնուհետև ընդհանրապես կարող են քեզ ջնջել իրենց տիրույթից։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ունենալով այդքան մեծ լսարան եւ լինելով պետության ներկայացուցիչ առաջին դեմքը, այնպիսի վարքագիծ է Facebook-յան տիրույթում դրսևորում, որ Facebook-ը հեռացնում է իր գրառումը։ Սա կրկին ասում եմ, հա, Նիկոլ Փաշինյանը չէ, մեր հայկական հանրության համար է ահազանգ։ Ինչու կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ չհարուցեց եւ ինչու են անգործության մատնված ՄԻՊ-ը, դատախազը, թե նրանք միայն սպասում են, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգ տա վերևից եւ նրանք միայն նրա հրահանգները կատարեն։ Դե ես մեկ անգամ չէ որ նշել եմ, մենք արդեն վաղուց սկսած հենց նույն 18 թվականից գտնվում ենք ճգնաժամային պայմաններում, ինչու է ճգնաժամ, որովհետև Նիկոլ Փաշինյանը իրեն թույլ է տվել նաև խախտել սահմանադրության հենասյունային սկզբունքներ, ինչպիսին են ընդգծեցի, այդքան չարչրկված օրինականության սկզբունքը, իշխանությունների տարանջատման սկզբունքը զսպման հակակշռման մեխանիզմերով, ինչպիսին իրավունքի գերակայությունն է, դա դրսևորվել է հենց ի սկզբանե, հա, երբ Նիկոլ Փաշինյանը լինելով վարչապետ գործադիր իշխանության ղեկավար, կոչով հանդես եկավ շրջափակելու օրենսդիր մարմինը իր համար ոչ ցանկալի իրավական ակտ ընդունելու հիմքով։
Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը կոչով հանդես եկավ շրջափակելու դատարանները իր համար ոչ ընդունելի դատական ակտ ընդունելու հիմքով։ Դրանից հետո հետապնդվեց սահմանադրական դատարանը ու հերթով կառույց առ կառույց հակաիրավական եղանակով յուրայիններով են իրենք տեղափոխվում ամբողջական համակարգը կառավարելի դարձնելու համար։ Հիմա այս սրանցից առաջին իսկ դրվագի պարագայում նորմալ կլիներ ու ըստ մեր սահմանադրության, որ երբ բարձրաստիճան պաշտոնյան տալիս է հակաիրավական իրեն թույլ է տալիս հակաիրավական գործողություն, այդ գործողությանը տրվում է իրավական գնահատական, հարուցվում է քրեական գործ, նրա լիազորությունները դադարեցվում են ու քանի որ սա տեղի չի ունենում այդ գնահատականը հետևանքը վրա չեն հասնում այս պաշտոնյայի համար, մենք հայտնվում ենք սահմանադրաիրավական ու քաղաքական ճգնաժամային պայմաններում։ Տեսեք, նաև լրջագույն խնդիր է այս իշխանության հերթական հարվածներից էր նաև մեր դատական իշխանության անկախությանը, որը տասնամյակների ընթացքում է կայացել այն քարը քարին դնելով ու կրկին անգամ հանդիսացավ այն բուրգը, որ իրենք մեկ հարվածով փշրեցին, այս երկակի ստանդարտներն ու զանգովի արդարադատությունը իրենք մի ողջ համակարգ են ավիրում, որովհետև աստիճանաբար տարբեր հարցեր, խնդիրներ լուծելով մենք եկել ենք այն իրավիճակի, որ համեմատաբար կայացած դատական իշխանություն ունենք։ Ու հիմա մենք այնպիսի օրեր ենք ապրում, երբ 15 անձի կալանավորելու միջնորդություն են ներկայացնում, էլ չասենք այն մասին, որ կալանքը վերահացել ուղղակի պատժից միջոցի ընդդիմադիր քաղաքական հայացք ունեցող մարդկանց համար, ու որևէ մեկս չենք կասկածում, որ այդ 15 միջնորդություններն էլ կալանավորվելու են առանց որևէ հիմքի։ Մենք իրավական համայնքս ուղղակի ասենք ֆորմալ թղթաբանությամբ ենք զբաղվում, որովհետև բուն ելքերը փաստական հանգամանք հաշվի առնելով դասական իրավաբանություն իրականացնելու արդեն ի սկզբանե ընդդիմադիր գործիչների պարագայում, ընդդիմադիր հայացք ունեցող մարդու պարագայում կանխորոշված է։ Եվ Տիկի Մելոյան, ամփոփելով մեր հարցազրույցը, որևէ կոչ հայ ժողովրդին ունեք ասելու։ Իհարկե ունեմ ասելու, ես որպես ինքս այս ժողովրդի մեկը, որպես մարդ, ով ունենալով հնարավորություն իր կյանքն ու կենցաղը կազմակերպելու Հայաստանի սահմաններից դուրս, մնացել է իր հայրենիքում, ով մարդ, ով իմ ծաղկուն տարիների մի մասը նվիրել է աշխատանքին պետական համակարգում, մյուս մասն էլ նվիրել է ընդդիմադիր գործունեությանը, որովհետև զոհասեղանին լրջագույն արժեքները, ես կոչ եմ անում մի փոքր բանականություն միացնել։ Փաստերը ձեր աչքի առջև են, թույլատրելի հնարավոր բոլոր սահմանները անցել են, ինչքան կարելի է հանդուրժել այս նվաստացումը, սկսած կենցաղային սոցիալական պայմաններից հայ ժողովրդի համար, հասարակ քաղաքացու հարկատուի համար ամենածանր բեռն են իրենք ստեղծել ու մարդիկ արդեն իրենց կենցաղում ճնշված են։ Հենց դա էլ նպաստում է նաև, ես համոզված եմ, որ մարդը արդեն ներուժ չունի այս ավելի գլոբալ հարցերին արձագանքելու։ Բայց ես լիահույս եմ, որ ամեն դեպքում մեր քաղաքացիները արժանապատիվ են, հայ արժանապատվությունը միայն գրքում գրված ու թղթին տրված չի մնալու, էլի ժամանակը գալու է ու մարդիկ իրենց գլուխները բարձրացնելու են ու թիկունքները ուղղելու են։